Ողջույն բոլորին, այս տեսանյութում մարտի 7-ի լուսնի միացումներն են, մոռացել էի անել, ճիշտ ասած, լուսինը ունի երկու միացում, առավոտյան շատ լավ միացում, բայց եւս էլի 2 ժամ հետո սկսվում է լարված միացումը, առավոտյան լավ միացում ունենք ժամը 11:30 րոպեից մինչև 15:30 րոպեն, Եվ արդեն լարված միացումը լինում է 12:00-ից մինչև 19:00-ն։ Լավ միացման ժամանակ մարդիկ բավականին ուժ կունենան, էներգիա կունենան, լցված կլինեն էներգիայով, կցանկանան ամեն ինչ անել, գործողություններ անել, ամեն ինչ անել, հասցնել, քան մյուս օրերին։ Եվ դա կանեք բավականին շատ ուրախությամբ։ Կարող եք սկսել վերանորոգում անել, խնդիրները լուծել, տունը կարգի բերել, տունը կահավորել, նոր որեցի ինչ-որ մի բաներ սկսել ձեր կյանքում, նոր բնակարան տեղափոխվել, ֆիզիկական վարժություններ կատարել, վազել, ակտիվ հանգիստ մի խոսքով։ Նաև ընտանիքով կարող եք որեցե սպորտային ինչ-որ մրցումների մասնակցել։ Դա շատ լավ ժամանակ է, շատ լավ, ամեն ինչ անելու համար բավականին ակտիվ կլինեք, առույգ կլինեք, այնպես որ արեք այդ ժամանակ։ Իսկ երբ որ լուսինը լարված միացում ունի ժամը 12:00-ից, ավելի շուտ երևի 13:00-ից, 13:00-ից մինչև 19:00, բավականին հուզական լարված ժամանակ է, տրամադրությունը կարող է անընդհատ ընկնել, բարձրանալ, ներքին անհանգստություն կարող եք ունենալ, անհասկանալի վախեր, մոտիվացված չեք լինի, ավելի շատ ագրեսիվ կլինեք, քան մոտիվացված ինչ-որ մի գործ անելու համար։ Չի կարելի սկսել նոր բիզնես, ձեռնարկություն, սկսել նոր աշխատանք, կայացնել կարևոր որոշումներ, նշանակել կարևոր հանդիպումներ, պետք է ուշադիր լինեք, տունը լավ փակեք, դռները, որովհետև գողություն, կողոպուտ, բռնություն եւս շատ հնարավոր են։ Ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ, ապա դա կարող է մի փոքր վատթարանալ, ովքեր ավելի շատ ծանր են, մի փոքր կարող է իրենց մոտ ճգնաժամ լինել։ Հնարավոր է թունավորումներ, գլխացավեր, ստամոքսում ծանրության զգացում, գել-լարվածություն, նաև նյարդային խանգարում, մարդիկ ուղղակի լարված լինի, ինքն էլ չգիտի ինչի համար։ Պետք է շատ զգույշ լինել կրակի, զենքի, պայթուցիկ նյութերի հետ, խուսափել հրապարակային ելույթներից, մարդաշատ վայրերից, գումար վերցնել պարտքով, գումար տալ, գնումներ կատարել։ Սնունդը լավ կլինի, որ լավ ուշադիր լինեք, թե ժամկետները անցած է թե ոչ։ Զվարճանք, միջոցառումներ, երեկույթներ, նման բաներ աշխատեք չանեք, որովհետև նախ սա էլ երեկոյան է ընկնում, չնայած ինքը արդեն թուլանալու է ժամը 19:00-ից հետո, բայց ամենայն դեպս ինքը թույլ է, բայց դեռ առկա է, պետք է դա հասկանալ։ Կարևորը որ դրանից հետո արդեն լարված միացում չկա եւ այդ լարվածությունը քիչ-քիչ կթողնի։ Եթե հավաքվելու եք 7-ից հետո, դա արդեն մեկ այլ հարց է, կարող եք հավաքվել։ Մինչև 7-ը ոչինչ պետք չի անել։ Գործարքներ մի կնքեք, բանակցություններ մի վարեք, պայմանագրեր մի կնքեք, անշարժ գույքի վաճառք գնում, այսպես թե այնպես Մերկուրին է հետադարձ, այդքան էլ չի կարելի։ Մարդկանց հետ փորձեք ավելի քիչ շփվել, որտեղ մարդիկ դա այս ժամանակահատվածում մի փոքր դժգոհություն է կուտակված, հատկապես միգուցե քաղաքական թեմայով խոսեք եւ ընկնեք գրական, այդ խոսակցություն բերի եւ հետո արդեն ագրեսիա։ Ինչու, եթե ավելի լավ է ուղղակի լռել, պետք չի ավելորդ խոսել։ Եվ գույնը նաեւ ասեմ, լուսինը արդեն անցնում է կարիճ նշան եւ այդ ժամանակահատվածում կանաչն է շատ ամենալավ գույնը, իսկ հակադիր գույները մանուշակագույնն է եւ նարնջագույնը։ Կանաչը նաեւ վիտամին E-ն է, դա յուրաքանչյուր բանի համար շատ լավ է։ Կարող եք օգտվել նաեւ վիտամին E քսել մաշկին։ Դա լինում է ընդհանրապես ծլացորենի հատիկներում, կաթում, կենդանական ճարպում եւ աղցաններում։ Կարող եք ուտել դրանք։ Պետք է ուշադիր լինեք նաեւ։ Քանի որ վիտամին E-ի անբավարարության պատճառով կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերություն կամ վիժում։
ովքեր որ հղի են, անպայման կերեք, որովհետև դուք չգիտեք, պակաս է այնտեղ, թե ոչ։ Ճիշտ է, վիտամինները շատ լինելու դեպքում է լավ չեն, բայց մեկը մյուսին ինքը կուլ է տալիս, անգամ վիտամիններ կա, որ դուք ուտում եք, միևնույնն է, մյուս վիտամինը կուլ է տալիս, եւ էլի նորից քչանում է դրա համար անընդհատ պետք է ուտել եւ խմել։ Դրա համար ուշադիր եղեք նաեւ այն մարդիկ, ովքեր որ հղի են։ Եվ ովքեր որ հղի են, ուղղակի չգիտեմ ինչպես է սա թարգմանվում, տիմյան եւ լուբիստոկ։ Դա պետք է հասկանաք, որ հղիության ժամանակ բացարձակապես չի կարելի օգտագործել, որովհետև ժամանակին դա օգտագործել էին, որպեսզի չհղիանային կամ հղիությունը ընդհատվեր։ Եվ 18-րդ լուսնային օրը, չգիտեմ ասել եմ թե ոչ, բայց հիվանդացողները կարող են այդ հիվանդությունը կարող է լինել շատ երկարատև եւ մարդիկ նաեւ կարող են չապաքինվել։ Մահացու չէ, բայց երկար է, այսինքն դառնում է քրոնիկ հիվանդություն։ Եվ երազները կարող են նաեւ իրականանալ։ Լավ կլինի, որ մաշկի մաքրում անեք, մերսումներ, երիտասարդացում, գոլորշ լուգանքներ, նաեւ լավ քնեք։ Հակառակ դեպքում կարթնանաք բավականին ուժասպառ վիճակում։ Միսը անցանկալի է, ընկույզը շատ լավ է, կարող եք ուտել։ Եվ բացի դա էլ օրը շատ վատ է ամուսնության համար։ Շատ վատ եւ օրն էլ ընկնում է շաբաթ օր։ Այսքանը սիրելիներս, սա շուտ մոնտաժեմ եւ տեղադրեմ ալիքում։ Այսքանը ձեզ լավ օր եմ մաղթում։